Տիկին Մկրտչյան առավոտից լարված է վիճակն այստեղ, տեսնում ենք, թե ինչպես են հատուկ ջոկատայինները փորձում ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդին, հոգևորականներից մեկը նշեց, որ Սրբազանը որոշել էր գնալ, սակայն քաղաքացիներն այստեղ հավաքված թույլ չէին տվել։ Նախ այս վիճակին ինչպես է գնահատում։ Նախ եկեք բնորոշումների մեջ մեր անկեղծ լինենք շատ ավելի, որովհետև այլևս նահանջի ընդհանրապես ոչ մի տեղ չկա, ոչ թե հատուկ ջոկատայիններն են եկել, այլ թուրքերը հարձակվել են Մայրաթոռի վրա, Սուրբ Էջմիածին են եկել, պղծելու Սուրբ Էջմիածինը, որովհետև Դավաճան Նիկոլը Էրդողանի մոտ վստահաբար պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ես ցույց կտամ, որ ես Էրդողանից Էրդողան եմ, Թուրքից Թուրք եմ։ Այն ցեղասպանությունը 1915 թվականից սկիզբ առած, այստեղ իրենք այս Սուրբ Էջմիածնում են ուզում հայերի վերջը տալ։ Հատուկ ջոկատայինը հայ չէր կարող լինել այսօր Սուրբ Էջմիածնում։ Այսօր եղել են Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հեղինակազրկված Նիկոլին ծառայող ոստիկանությունը, մարդիկ, ովքեր սրբություններ չունեն եւ օրինականություն էլ չունեն, պետք չի տպավորություն ստեղծել, թե եկել են օրինականություն հաստատելու եւ որևէ մեկ իրենց խոչընդոտում է։ Իրենք ապօրինի հրաման են կատարում, իսկ ապօրինի հրամանին ենթարկվել պետք չէ։ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգը վարկաբեկված է, իրավապահ համակարգը քայքայված է եւ Նիկոլ Փաշինյանը այդ իրավապահ համակարգը փշուր է արել, հանձնարարելով, որպեսզի գան հայոց սրբավայրն փշուր անեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ազգությամբ հայերը, հայ առաքելական եկեղեցու հետևորդները հնարավորություն չեն տալու։ Այստեղ կարծես վիճակը փոքրինչ կարգավորված է, լարված չէ, բայց ինչով է պայմանավորված։ Սրբազանը նահանջել են իրենք, թե նոր մարտավարություն։ Որևէ դեպքում իրենք չեն նահանջելու, այդ պատրանքներին չտրվեք, սիրելի հայրենակիցներ, եկեք Սուրբ Էջմիածին, որովհետև Էջմիածնում է այսօր Հայաստանի պետականության, արժանապատվության, հայ ժողովրդի փրկությունը, ձեզ խաբում են, եթե ցանկացած այլ տեքստ են ասում, այս տեքստից զատ։ Այն հրամանը, որ իրենք իբր մուտք են գործել Սուրբ Էջմիածին, ապօրինի է, նորից եմ կրկնում, իրավական, օրինականության որևէ սկզբունքին ենթակա չէ։ Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական պահանջ չի խախտվել։ Այսօր Մայրաթոռը Նիկոլի համար ուղղակի խոչընդոտ է հայկականությունը քայքայելու։ Հանձնարարական են ստացել այդ խոչընդոտը վերացնելու, բայց պետք է Նիկոլ խոչընդոտին վերացնել, որը ըստ էության հայկականությունը եւ պայքարը կասկածի տակ դնողն է։ Ասել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար չեմ պայքարելու, Հայաստանի տարածքային ամբողջականության համար չեմ պայքարելու, այն սևը, որի անունը, այն լիճը, որի անունը սևա չեմ պայքարելու, այն սարը, որտեղ տարվա կեսը ձյունա չեմ պայքարելու, Արցախը վերջում ասեց Ադրբեջան է եւ վեր։ Սա հակահայկականություն է եւ այս հակահայկականությունը մեր հասարակական դիսկուրսից պետքա վերացնել։ Շնորհակալություն։